Մի փոքր ուզում եմ անդրադարձ անել կապված Նարեկ Կարապետյանի եւ նրա հարցազրույցի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ուրեմն ԿՊ-ն հոգեվարքի մեջ է, նա վաղուց է հոգեվարքի մեջ։ Բնականաբար բոլոր այն մարդիկ, ովքեր որ ծառայում են թշնամուն, նրանք միշտ հոգեվարքի մեջ են լինում։ Եվ ահա տեսնելով մի ուժ, որը կարող է նրանց բառից բուն իմաստով աքացի անել եւ շպրտել, իրենց հոգեվարքն է եւ ճգնաժամն ավելի է խորանում։ Սկսել էին տարածել, թե իբրև բենզին են տալիս, որ գնան ցույցի, հետո թե իբրև $400,000 են տվել, որպեսզի հարցազրույց վարեն, եւ այսպես շարունակ, լավ են արել։ Սամվել Կարապետյանը չի աշխատել Հայաստանում որպես պետական պաշտոնյա։ Սամվել Կարապետյանը Հայաստանում չի հարստացել։ Սամվել Կարապետյանն այստեղ օլիգարխ չի եղել եւ ոչ էլ նրա ընտանիքը։ Նա ունի համեստ ծնողներ, ընդ որում ուսուցիչներ։ Սամվել Կարապետյանը հարստացել է այլ երկրում։ Թե հիմա իր ունեցված գումարը նա որտեղ պետք է ծախսի, բոլորովին դա ձեր գործը չի։ Եվ հերիք է այդ կռիսի նման, այդպես աբիժնիկ դուք փորձեք ինչ-որ կեղտ գտնել եւ դնել նման մի ուրեմն հարգարժան մարդու ու հատկապես բարեգործ մարդու վրա։ Երկրորդը, երբ որ անցած տարի Տավուշը հանուն հայրենիքի շարժումն էր, Թուրքիայից հայտարարեցին այն էլ պաշտոնական մակարդակով Ֆիդանը, թե եթե պետք է Նոլդու Փաշինյան Թուրքիայից զորք կուղարկեն, որպեսզի ճնշեք շարժումը։ Ուրեմն սա ձեզ կարելի է, երբ որ թշնամին բացահայտ ասում է, որ կարող է այնտեղից զորք ուղարկել Հայաստան, որպեսզի ճնշեն մեզ, այստեղի բնակիչներին։ Եվ ահա մի Տարոն Չախալյան կոչված մի դուսպրծուկ հայտարարում էր, թե մեր վրա մարդ են բերել, խոսքը վերաբերում է Ռուալ Ամուտսենին, ով եկել է պաշտպանելու Սամվել Կարապետյանի իրավունքները։ Փաստորեն ձեզ կարելի է հայ ժողովրդի վրա մարդ բերել, ձեզ կարելի է թուրքին բերել հայ ժողովրդի վրա, ձեզ կարելի է թուրքին բերել մտցնել մեր տուն եւ քսի տալ, այնպես որ զոմբիներ, ֆաս, միևնույն է ինչ էլ որ անեք, ձեր վերջը գալու է։ Ձեզ չթվա թե ձեր փաշողլին հանկարծ Հիտլերից, Ստալինից, Հուլիոս Կեսարից լավ տղա է եւ հիշեք, բոլոր նման կեղտոտ բռնապետերի վերջը միշտ էլ գալու է, այնպես որ զինվենք համբերությամբ եւ սպասենք։